Բարև ձեզ բարեկամներ, Ամերիկայի ձայնը ներկայացնում է ամփոփում ծրագիրը։ Չնայած հետազոտությունները ցույց են տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական անկումը ավարտվել է հունիս ամսին, երկրի նախագահ Բարաք Օբաման նրանց շարքում է, ովքեր ընդունում են, որ մեծաթիվ ամերիկացիներ այսօր էլ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։ Հեռուստատեսության պատասխանելով ակնդիրների հարցերին, Օբաման փորձում էր մխիթարել նրանց, ասելով, որ ԱՄՆ-ում են գտնվում աշխարհի ամենահիանալի համալսարանները, այստեղ է ամենաշարժունակ տնտեսությունը։ Ընդունելով մարդկանց ներկայացրած դժվարությունները, Օբաման միևնույն ժամանակ պաշտպանում էր տնտեսական իր քաղաքականությունը։ Չնայած Օբաման այսօր փորձում է վերացնել տարեկան $250,000 ավելի եկամուտ ունեցողներից եկամտահարկ չպահելու Ջորջ Բուշի կայացրած որոշումը, ամերիկացիներից շատերն են ասում, որ Օբաման նույնպես միջին խավի ջերմ պաշտպանը չէ։ Իսկ Հունաստանում շուկայական բարեփոխությունների դեմ ուղղված ցույցերը շարունակվում են արդեն 10 օր։ Պետական ծախսումներն ու աշխատավարձերը կրճատելու, հարկերը բարձրացնելու կառավարության ստիպողական քայլը արդեն մի քանի ամիս է Հունաստանի բնակչությանը պահում լարված իրավիճակում, հատկապես երբ նրանք իմանում են, որ տնտեսական ծանր իրավիճակում հայտնված իրենց երկրի նախարարները ստանում են €150,000 աշխատավարձ։ Անհանգստություններ են սկսվում նաև արևելաեվրոպական նախկին կոմունիստական ամենաարագ տնտեսական զարգացումը գրանցած Չեխիայի Հանրապետությունում։ Այստեղ տնտեսական խիստ բարեփոխություններ անցկացնելու կառավարության ծրագրի դեմ բողոքող զանգվածային ցույցերի մասնակիցների դեմ դուրս են բերվել ոստիկանական ուժեր ու հրշեջ ջոկատներ։ Երկրի բյուջեի պակասորդը կրճատելու համար կառավարությունը գնացել է կտրուկ քայլերի։ Կառավարությունը մերժում է բանակցություններ սկսելու մասին արհմիությունների առաջարկը։ Վերադառնալով ԱՄՆ, ասենք, որ սննդամթերքի վարչությունը քննարկում է այն հարցը, թե արդյոք խանութները պիտի ստանան գենետիկորեն փոփոխված սաղմոն ձուկ վաճառելու արտոնություն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորական սաղմոնից 2 անգամ ավելի արագ աճող այս ձուկը վնասակար չէ մարդու համար, սակայն քանի որ ձուկը մարդու մոտ ամենամեծ թվով ալերգիկ կողմնային ազդեցություններ բերող սննդատեսակն է, մեծաթիվ մասնագետներ կարծում են, որ գենետիկորեն փոփոխված սաղմոնը կարող է մեծացնել այդ վտանգը։ Ամերիկայի ձայնը ներկայացրեց ամփոփում ծրագիրը, իսկ մեր հաղորդումները ավելի մանրամասն դիտելու համար այցելեք ինտերնետային մեր էջը։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչ նոր հանդիպում եթերում։